Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է օգոստոսի 4-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս այսօր ինչ է սպասվելու։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին օգոստոսի 4-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը երկար սպասված տեղեկատվություն կստանաք, նորություն, փաթեթ, ինչին որ երկար եք սպասում, գուցե փաստաթուղթ եք ստանում, ժամ եք պայմանավորվել, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, կամ հենց այդ օրը ժամ կպայմանավորվեք, սպասում եք, այսպես թե այնպես, կարծես ուշանում եք կամ ժամերն են փոխվում, օրվա ընթացքում բավականին հուզված կլինեք, իսկ այդ երկար սպասված լուրը դա շատ լավ լուր է, բարի լուր է ձեզ համար, եւ երեկոյան հանկարծակի լուր կլսեք եւ սեղանի շուրջ եք նստելու։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին օգոստոսի 4-ին։ Քարտերը չեն ուզում պատասխանել, չկա չի ուրիշ բան։
Հարգելի ցուրեր, այդ օրը հանկարծակի լուր կլսեք, այդ լուրը լավն է, բարի լուր է ձեզ համար, հաջողակ լուր է, այսինքն ավելի շուտ, ինչ-որ մի բան է այդպես փուչիկի նման պայթելու, որը կիմանաք, բայց դա հաջողակ է, հաջողակ ինչ-որ մի լավ բան եք լսելու։ Օրվա ընթացքում տատանվում եք, ընտրության առջև եք կանգնած, նաև դա կարող է լինել ինչ-որ մի կարևոր բանի մասին այդպես տատանվում եք, և լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք այդ օրը, երեկոյան, որը ձեզ կուրախացնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին օգոստոսի 4-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը կհանդիպեք ոչ է տղամարդու, այստեղ կարող աշխատավարձ եք ստանում, ձեր տնօրենն է, կամ դուք եք մի խոսքով այդ տղամարդուն գումար տալու կամ այդ տղամարդն է գումար տալու ձեզ։ Հեռախոսազանգ ունեք նաև այդ օրը, ոմանք կընդունվեն աշխատանքի, ոմանց դա աշխատանքի վայրից է, կամ պետական աշխատող է, նաև ոմանք պատվերներ եք ընդունում, հաճախորդի հետ եք խոսում, և երկերեսանի մարդիկ կարծես թե ձեզ շփոթեցնում են այստեղ, որտեղ սկսում եք տատանվել այն բանի վրա, որը գուցե արդեն վստահ էիք, որ ինչ-որ բան եք անելու, հենց այստեղ ձեզ փոխում են, հեղափոխում են։ Եվ այդ օրը նամակ կստանաք, փաստաթուղթ, տեղեկատվություն, միգուցե ինչ-որ մեկի անկողնային կյանքի մասին, միգուցե բժշկական որևիցե հարցեր են, որոնք պետք է լուծեք, միգուցե որ ինչ-որ մեկը հիվանդանոցում է կամ հիվանդ է, պարկած է, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։
Ինչ է սպասվում խեցգետիններին օգոստոսի 4-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղամարդու հետ, կարող ձեր ծնողն է կամ նաև պետական աշխատող է, տնօրեն եւ այլն։ Նաև ուշադրություն պետք է դարձնեք ձեր առողջությանը կամ ոչ մեկի առողջության հետ կապված ինչ-որ լուր կլսեք։ Կամ դուք եք հիվանդ, ելք եք փնտրում, որը հոգնել եք, ելք եք փնտրում, ուզում եք հանգստանալ, բայց այստեղ ձեզ չեն թողնում, ինչ էլ որ ուզում է լինի, կամ հիվանդի մասին է սա վատ լուր, կամ ելք եք փնտրում, բայց չեք կարողանում գտնել ելքը, որ կարող է գլուխը ցավում է, դեղմեղ եք խմում, ոչ մի բան անեք, այ ելք եք փնտրում, բայց միևնույնն է, էլի նա ցավում է եւ ստիպված եք պարկել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին օգոստոսի 4-ին։ Հարգելի առույցներ, այսօրը մի քիչ այդքան էլ հաճելի օր չէ, կարծես թե ձեզ համար։ Խոչընդոտներ կան, որոնք որ կարող են այդպես բացահայտվել, իմանաք, ոնց որ sense միամիտ, այդպես փուչկի նման պայթեն, որ եւ միանգամից պետք է ոնց որ կարողանաք հարցերին լուծում տալ։ Կկարողանաք որոշ չափով գործերը առաջ մղել այդ օրը։ Բայց ինչ որ մի բան, եթե պետք է փոփոխվի ձեր կյանքում, ապա դա կարող է շատ ուշ լինել, դե շատ ուշը ոնն է 1 ամսից, բայց դա ձեզ եւս էլի տխրեցնում է։ Այստեղ ավելի շատ տան հետ կապված է, հարազատների հետ կապված է, միգուցե եւս 1 ամիս էլ է ուշանալու, եւս 1 ամիս է պետք է սպասեք, 1 ամսից ավել կարելի ասել, եւ դրա համար ոնց որ
վիճում եք հետը, կամ դա կարող է լինել նաև հա ձեր հարազատ մարդիկ, պարտադիր չի լինի օրինակ ամուսին, կին, այդպես։ Բայց ինչ որ մեկն է, ով որ իրոք ինչ որ մի հարցում կարող է ուշանալ։ Նաև ձեզ մոտ, հա, ինչ որ մի բան փոփոխություն է մտնում, կամ միգուցե ձեր հարազատների մոտ է ինչ որ մի բան փոփոխություն մտնում եւ դուք վիճում եք, որ այդքան պետք է դեռ սպասեք ինչ որ մի բանի համար այդպես։ Երեկոյան եւս էլի տխուր եք, էլի միայնակության զգացում է, միգուցե վիճում եք իրար հետ եւ չեք խոսում։ Եվ ձեզ կարող եք նաեւ ոտը զգալ մի փոքր։ Ուշադիր եղեք ձեր առողջությանը։ Դա կամ գերհոգնածություն է, կամ իրոք այդ վեճից հետո, կամ հա խոսակցությունից հետո, կամ խոչընդոտներից հետո, հա ինչ որ մի բան այնպես չէ, ոնց որ տխուր նստած եք։ Եվ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին օգոստոսի 4-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ որ մի բան է ուշանալու, մոտավորապես 1.5 ամիս այն կուշանա, սպասում եք այդ օրը, բայց դե ուշանալու է, ոնց որ հետո կարող եք իմանալ, որ պետք չի այդ օրը սպասել, հա, դեռ ուշանում է, կարող եք գորգռալ, ինչ որ մեկի վրա կամ այդ process-ի հետ կապված, հա, կարող եք խոսել, այդպես ավելի էմոցիոնալ։ Եվ օրվա ընթացքում զարգացում ունեք, առաջ խաղացում, միգուցե հարաբերություններ, միգուցե գործեր, միգուցե նա է ինչ որ սպասում եք, միգուցե ինչ որ չափով, հա, ինչ որ բան է տեղի ունենում։ Եվ ելք եք փնտրելու այդ օրը այս հարցին լուծում տալու համար, նաև դա կարող է լինել վատ լուր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին օգոստոսի 4-ին։
Հարգելի կշեռքներ, այստեղ երկերեսանիների պատճառով ինչ-որ մի բան է ուշանում ձեզ մոտ, մոտավորապես 1.5 ամիս կուշանա, օրվա ընթացքում կտրուկ քայլ եք անելու, բայց դա ձեզ համար կլինի շատ ամենավատ կտրուկ քայլը, որովհետև սխալ քայլ կանեք, կամ անսպասելի է ձեզ մոտ ինչ-որ մի բան տեղի ունենում, այստեղ խոչընդոտներ են, հուզվում եք, միգուցե նաև արտասվում եք և գորգռում եք, կամ կտրուկ քայլը դա կարող է լինել, ոնց որ գորգռալով եք որոշում ինչ-որ հարցին լուծում տալ, և հետո արդեն խոչընդոտներ է առաջանում ձեզ մոտ, սկսում եք արտասվել, միգուցե ձեր արարքից, որ պետք չէր անել, կամ նաև հուզվում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին օգոստոսի 4-ին։ Չգիտեմ ով է նայում այս հատվածը, բայց քարտերը չեն ուզում խոսել, ես էլ ոչինչ բաց չեմ թողել, այնպես որ նորից պետք է անենք։ Մեծ արդեն մյուս քարտերով տեսնենք ինչ է ասում։ Ինչ է սպասվում կարիճներին օգոստոսի 4-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը հեռախոսազանգ կունենաք, չգիտեմ, մյուսի ինչեր չկա, որ ասեմ, մյուս քարտերի մեջ չկար։ Մի խոսքով հեռախոսազանգ կունենաք, որը ձեր ձեռքում է, շատ բան էլ ձեզանից է կախված։ Ոմանք կարող են սիրահարվել, սիրոխոստովանություն ստանալ, անել, նաև հանդիպել ձեր սիրելի մարդկանց հետ, ձեզ սիրված գաք։ Եվ այդ օրը նաև գործնական հանդիպում ունեք կամ գործնական խոսակցություն, նորություն կլսեք, նաև օրվա ընթացքում կարող ցանկանալ պարկել հանգստանալ, կամ նաև սա ոմանց համար ինտիմ հարաբերություններ է։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին օգոստոսի 4-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը կտրուկ քայլ կանեք կամ անսպասելի վայցե բան տեղի կունենա ձեր կյանքում։ Եվ այստեղ կարիերայում մի քիչ առաջ խաղացում կա, կամ ելք եք փնտրում, որպեսզի կարիերայում առաջ խաղացում գրանցվի, կամ առաջ խաղացում կա եւ ինչ որ չափով նաեւ այդքան էլ լավ չեք հասկանում այդ ոլորտից, համար ելք եք փնտրում, որպեսզի ավելի լավ անեք, այն կամ հանձնարարությունը կամ այն ինչ որ ձեզ ասել են անեք։ Այսքանը ուրիշ ինչ որ բաներ չունեք, ինձտեղ շատ բաներ կարող են ընկնել, բայց խանգարող հանգամանքներ կան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին օգոստոսի 4-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օր տատանվում եք անընդհատ։ Ինչ-որ մի բան է կամ կանգնած, դրա վերաբերյալ եք տատանվում, կամ ինչ-որ մի բան է խանգարում, ոնց որ բռնել է ինչ-որ մի բան է եւ առաջ չի գնում, եւ դրա համար եք տատանվում, ինչ անել, ինչպես այդ հարցին լուծում տալ։
Երկար սպասված նամակ կստանաք տեղեկատվություն, հնարավոր է փաթեթ է կամ կարևոր փաստաթուղթ է, օրվա ընթացքում կտրուկ քայլ կանեք կամ անսպասելի ոյցե մի բան ձեզ մոտ տեղի կունենա, հանդիպում կամ շփում կունենաք ոյցե երիտասարդ տղայի հետ, սա կարող է նաև նոր ծանոթություն ոմանց համար, և պետական հիմնարկության հետ կապված հարցեր։ Դա կարող է լինել բանկ, ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, այդպես։ Նաև սա ժառանգության հետ կապված հարցեր են, կարևոր, հա, ինչ-որ դատական համակարգն է, հա, սա ավելի շատ ոնց որ նոտար, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին օգոստոսի 4-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը օձեր կան, չար մարդիկ, չար խոսակցություններ, տատանվում եք, միգուցե ձեզ են փորձում հեղափոխել, կամ տատանվում եք ինչ անել, որոջ առիթ տնել տակները արդեն զզվացրել են։ Նաև կարող եք ծանրու թեթև անել կամ իրոք ձեզ հեղափոխեն, փոխեն ձեր մտքերը եւ սկսեք տատանվել, ինչ անել, ինչպես անել։ Եվ օրվա ընթացքում զարգացում ունեք, առաջ խաղացում ունեք ձեր գործերում, այն ինչ որ անում եք, միգուցե հարաբերություններում, յուրաքանչյուր բան, հա, այստեղ կարող է առաջ գնալ, շարժվել ի վերջո։ Նաև այստեղ հաջողությամբ հասնում եք, թե ժամ եք պայմանավորվել, հաջողությամբ հասնում եք տեղ, առանց որևէ խնդրի։ Եվ կամ եթե ինչ-որ մեկի մոտ ժամ եք ուզում պայմանավորվել, ոնց որ սա հաջողությամբ վերցնում եք այդ պայմանավորվածությունը, այդ ժամկետ, ոնց են ասում, ժամ եք վերցնում, մի խոսքով պայմանավորվում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին օգոստոսի 4-ին։
հարգելի ձկներ, այդ օրը կամ այստեղ գնում եք բժշկական կենտրոն վերցնում եք հոյցափաստաթուղթ կամ դեղատոմս կամ նաև անալիզների պատասխաններն եք ի վերջո ստանում, ինչ-որ տեղեկատվություն եք ստանալու ոչ մարդու մասին, որ հիվանդ է կամ գուցե այստեղ արձակուրդային եք ձևակերպում, գնում եք հանգստանալու, հանդիպում կամ շփում կունենաք ոչ մասնագետի հետ, այստեղ կարող է նաև բժիշկի ամենայն դեպս։ Եվ տան հետ կապված իրադարձություններ են, գուցե առիթ է կամ դուք եք գնում առիթի կամ ինչ-որ հարցեր են տան հետ կապված, որոնք որ պետք է լուծեք անեք, գուցե տեղափոխություն է, միգուցե ուբորկա է, եւ այլն, յուրաքանչյուր բան կարող եք անել այդ օրը։ Տան հետ կապված կամ տան իրեր եք գնում ի վերջո, մասնագետ եք կանչում տան մեջ ինչ-որ բան սարքի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Ui.